Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 Բարելիս բոլոր նրանց, ովքեր նախընտրում են իրենց օրը սկսել լրատվական ռադիոյի հետ 106.5 եթերում թարմ ուղեղով հաղորդաշարն է։ Տաղավարում աշխատում են Անե Մանասյանը եւ մեր հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Բարև ձեզ, պարոն Էնֆիաջյան։ Բարև ձեզ, բարի լույս։ Նախ շնորհակալություն, պարոն Էնֆիաջյան, մեր հրավերն ընդունելու համար։ Այսօր միասին զրուցելու ենք Հայաստանի ներքաղաքական խնդիրներից եւ մի շարք տնտեսական հարցեր ենք քննարկելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ վերջին զարգացումներից հետո թե դուք եւ թե ձեր կուսակիցները ժամանակ խնդրեցիք հանրությունից, լրատվամիջոցներից այդ փոփոխություններին ադապտացվելու համար եւ ավելի հստակ մարտավարություն մշակելու համար։ Այժմ սոցիալական բազմաթիվ խնդիրների մեջ ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իսկապես հետաքրքիր է, թե երկրի երկրորդ քաղաքական ուժը եւ ընդդիմադիր դաշտի արդեն առաջատար ուժը ինչ մարտավարություն է ընտրել եւ հատկապես ինչի վրա է կատարելու իր շեշտադրությունը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում իր ներդրումն ունենալու համար։ Բնականաբար ժամանակ խնդրել ասացին, նաև պետք է ասենք, որ համահունչ է բնականon ձևաչափի մեջ մեզ էլ էր անհրաժեշտ ժամանակահատված, որպեսզի ստեղծված իրավիճակից ներքին կազմակերպական աշխատանքները մենք հաղթահարենք, մեր ծրագրային դրույթներին համահունչ շարունակենք մեր գործունեությունը։ Մեր գործունեությունը մշտապես եղել է հասարակության աչքի առջև, թե միջև հայտնի զարգացումները, թե զարգացումներից հետո պետք է փաստեն, որ նույն ձևաչափով մենք մեր գործունեությունը ծավալել ենք եւ մեր գործընկերների հետ ավելի հստակ մենք այս ժամանակահատվածի համար թե ըստ մասնագիտությունների, թե խորհրդարանում այն հանձնաժողովները, որ ներկայացված են Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները, եւս մենք մեր գործունեությունը շատ ակտիվ ծավալելու ենք։ Դա տեսանելի է լինելու ոչ միայն խորհրդարանականներին, այլ նաեւ ՍԼՄ-ների միջոցով այն գաղափարները, այն ծրագրերը, այն օրենսդրական առաջարկությունները, որոնք որ մենք ծրագրավորել ենք առաջիկայում առաջ քաշելու, բոլորի աչքի առջև են լինելու։ Մենք մշտապես կարևորել ենք մեր հասարակության կարծիքը, մասնակցությունը նման գործընթացներում եւ յուրաքանչյուր այն գործընթաց, որը որ ունի հասարակության մեծ շերտի ներգրավվածություն, մենք անպայման փորձագետների միջոցով, մեր հասարակության հարցումների միջոցով, անհրաժեշտության դեպքում նաեւ խորհրդարանում համապատասխան լսումներ կազմակերպելու միջոցով այս ամեն ինչը վերախմբագրելուց հետո ներկայացնելու ենք մեր հասարակությանը եւ արդեն խորհրդարան ենք ներկայացնելու։ Հիմնական որպես ռազմավարություն մենք ընտրել ենք մեր համար թափանցիկ գործունեությունը, հասարակության համար տեսանելի եւ ընկալելի գործունեությունը, առաջնահերթությունների հերթականությունը չխախտելու նաեւ այս կարևոր գաղափարը։ Պարոն Էնֆիաջյան, ձեր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ, որքանով ես եմ տեղյակ, չի փոխվել եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից արտահայտված այն մտահոգությունը, որ սա միջոց է իշխանությունների վերարտադրության համար, սա նույնպես պարզ է հասարակությանը։ Սրանից զատ ինչ այլ արգումենտներ ունի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որոնք կհամոզեն կամ կապացուցեն մեր քաղաքացուն, որ իրեն պետք չեն սահմանադրական բարեփոխումներ։ Գիտեք ինչպես, նախ ձեր հարցի ձևակերպմանը մի փոքր կուզենայի այնուամենայնիվ անդրադառնալ, մինչ խորհրդարանում հայտարարել է, հրապարակել է խմբակցության ղեկավարի կողմից որպես ԲՀԿ Բարգավաճ Հայաստանը ընդդիմադիր քաղաքական ուժ պետք է փաստենք, որ այն ժամանակահատվածում, երբ Բարգավաճ Հայաստանը կուսակցությունը հրապարակել էր որպես այլընտրանք, մենք մեր գործունեությունը ծավալել ենք ոչ իշխանական դաշտում եւ բոլորի համար ընկալելի էր, որ մենք ընդդիմադիր դաշտի կեցվածք ունենք եւ մեր գործառույթները եւ մեր հրապարակային գործունեությունը այդ դաշտում էր տեղի ունենում եւ այս առումով մեծ հաշվով բոլորի համար ավելի ընկալելի պարզապես դարձավ, նաեւ իրավական հարթությունում բոլորի համար ավելի ընկալելի դարձավ այդ հայտարարությունը եւ հրապարակությունը։ Ես ինչի համար եմ սա մանրամասնում, որ փաստեն, որ մեր գործունեության մեջ մեր ձեռագիրը չի փոխվել եւ մենք շարունակելու ենք հետեւող
հետևողական լինել, մասնավորապես այն խնդիրներին, որոնց մենք դեռևս անցած տարիների ընթացքում անդրադարձել ենք, մեր համար դրանք ծրագրային դրույթներ են ունեցել, ծրագրային կետեր են ունեցել, եւ մենք ապագայում եւս այդ խնդիրներին անդրադառնալու ենք։ Այս համատեքստում որովիցե փոփոխություն եւ տարբերություն չի լինելու։ Սահմանադրության հետ կապված պետք է փաստենք, որ մեր իրականության մեջ բոլորի համար պետք է ընկալելի լինեն որոշումները եւ պետք է հասկանանք ինչ խնդիր է լուծում այսօր այն սահմանադրության նախագիծը, որը որ արդեն իսկ ներկայացված է հայտնի հանձնաժողովի կողմից։ Մենք բազմիցս ասել ենք, որ երկրում առկա են մի շարք խնդիրներ, որոնք մեծ հաշվով կապված չեն սահմանադրական փոփոխությունների հետ։ Եվ հասարակության մեջ կարծես թե ինչ որ մի կերպ փորձում են ներկայացնել եւ սերմանել միանգամուց բարեփոխումներ բառի ներքո սահմանադրությունը, այնինչ պետք է ասել փոփոխություններ, ես կարծում եմ սա նաեւ ժողովրդավարության սկզբունքներից պետք է նայել եւ հասարակությունը ի վերջո մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե ինչ ձևով պետք է քվեարկի նման փաստաթղթին եւ պետք է այս ժամանակահատվածում թե քաղաքական ուժերը, թե հասարակական միավորները փորձեն բոլոր գերատեսչությունները լավագույնս մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին այս սահմանադրական փոփոխությունների դրական, բացասական, քաղաքական, դրական եւ բացասական բոլոր այն ենթադրյալ զարգացումները, որ կարող են տեղի ունենալ։ Նոր դրանից հետո կլինի փաստացի այս ամեն ինչի մասին խոսել։ Նույն այդ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարբեր դիրքորոշումները փաստորեն հիմք հանդիսացան խորհրդարանի ոչ իշխանական ուժերի համագործակցության արգելակմանը եւ անդրադառնալով այժմ միասնական ընդդիմության հարցին, բազմաթիվ քաղաքագետներ են խոսել այն մասին, որ հզոր պետության հիմքում նաև պետք է հզոր ընդդիմություն լինի եւ հզոր պետություն հնարավոր է ունենալ նաև երկբևեռ քաղաքական համակարգի միջոցով։ Դուք որպես ընդդիմադիր դաշտի ամենամեծ ժողովրդականություն վայելող ուժ, ինչ նախաձեռնողականությամբ եք հանդես գալու ընդդիմադիր դաշտը միավորելու, այն ավելի հզոր դարձնելու համար։ Գիտեք ինչպես, նախ ոչ մի գործողություն, ոչ մի գործառույթ պետք է ինքնանպատակ չլինի եւ բնականաբար մի շարք հարցեր կան, որ տարբեր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներով մենք համակարծիք ենք կամ այս կամ այն հարցերի վերաբերյալ հատվածական ունենք նաեւ այլ տեսանկյուն կամ այլ ձև ենք պատկերացնում տվյալ խնդիրների լուծումը։ Այստեղ ես տեսնում եմ նաեւ բնականon ինչ որ մի գործընթաց եւ չեմ կարծում, որ առաջիկայում էլ հնարավոր չէ նման ինչ-որ ավելի մեծ կոնսոլիդացիոն գործունեություն ծավալելը, բայց այս համատեքստում պետք է մեկ անգամ եւս փաստեմ, որ ոչ մի գործողություն ինքնանպատակ չէ։ Այս պայդրությամբ Բարգավաճ Հայաստան խմբակցության մասով ասեմ, որը որ ես ինքս ներկայացնում եմ, որ մենք շատ հստակ պատկերացնում ենք, թե ներկայում ինչ ենք անելու եւ առաջիկայում ինչ գործողություններ պետք է իրականացնենք եւ այս համատեքստում մենք մեր գործունեությունը ծավալելու ենք եւ ոչ միայն խորհրդարանական ուժերի հետ կապված, այլ նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ կապված մեր ծրագրային դրույթները, այն գործունեությունը, որը որ մենք ծավալելու ենք, մենք բոլորի համար առաջարկելու ենք, որպեսզի մասնակից դառնան այս մեր նախաձեռնած գործունեությանը։ Եվ եթե նրանց համար դա ընկալելի կլինի եւ համահունչ կլինի, մեր համար շատ կարեւոր է, որ մասնակցային գործընթացով, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե որպես անհատ падգամավորներ, թե խմբակցություններ այս նախաձեռնություններին իրենց կարծիքը ու մասնակցությունը ունենան։ Հետևելով տարբեր պետական հանձնաժողովների գործունեությանը, որոնք կոչված են այս կամ այն ոլորտում արդար մրցակցություն ապահովելու համար, վերահսկողություն հաստատելու համար, մենք համոզվում ենք, որ դրանք նույնիսկ գրեթե 50%-ով էլ չեն իրականացնում իրենց գործառույթները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդգրկված է նաև հակակոռուպցիոն նոր պետական հանձնաժողովի մեջ, որի հետ ցավոք սրտի ոչ հասարակական կազմակերպությունները եւ ոչ էլ հասարակությունը առանձնապես մեծ հույսեր չի կապում։ Եվ անդրադառնալով ընդդիմության լծակներին, արդյոք նման պետական հանձնաժողովները, պետական մարմինները կարող են լծակ դառնալ ընդդիմության ձեռքին, որովհետև շատ է խոսվել այն մասին, որ ընդդիմությունը իշխանության գործունեությանը ներազդելու լծակներից զուրկ է։ Եվ եթե ոչ, ապա ինչ ուղենիշեր եւ ինչ առաջարկներ ունեք դուք իշխանության գործունեությանը ներազդելու համար։ Ես պետք է փաստեմ, որ յուրաքանչյուր նման հանձնաժողով ի վերջո մեր իրականության մեջ իր գործունեությունը ծավալելու բնականon պետք է այդ իրավունքները վաստակի եւ հասարակության համար ընկալելի լինի։ Ինչ որ վերաբերվում է անդիմադիր դաշտի ներգրավվածությանը, սա ինչքան էլ եւ կարեւորելով հանդերձ ընդհանուր որպես գաղափար, փաստելով, որ մեր խմբակցությունից ներկայացուցիչ արդեն իսկ մենք չենք բացառել, որ մասնակցություն է ունենալու, պետք է նույնձև փաստենք։ Եթե տվյալ հանձնաժողովը
իրական գործառույթներ չիրականացնի, իրական նման տրամադրություն չլինի, որպեսզի այդ դաշտում կարողանան գործնականում փոփոխությունների տանել, ես ձեզ հայտարարում եմ, որ ոչ մի գործոնով ԲՀԿ-ն կաշկանդված չէ իր ներկայացուցիչին հետ կանչելու։ Պետք է փաստենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր ներկայացուցչությունը ունի տարբեր համայնքներում եւ որպես իշխանություն վերցնենք օրենսդիրում երկրորդ քաղաքական ուժը ներկայանալով հանդերձ սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ օժտված մեզ լիազորություններին համահունչ մենք գործունեություն ենք ծավալելու եւ մեր լիազորությունների սահմաններում անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր իրականության մեջ տեղի ունենան դրական փոփոխություններ։ Պարոն Էֆիաջյան, այժմ անդրադառնանք հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամների ձերբակալությանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն իհարկե հայտնել է իր աշտոնական դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, դուք համարժեք համարում եք իշխանության նման արձագանքը հիմնադիր խորհրդարանի գործունեությանը եւ հայտարարություններին եւ որևէ իրավական հիմք տեսնում եք այդ ձերբակալությունների մեջ։ Գիտեք ինչպես, քանի որ դուք ինքներդ արդեն ասեցիք պաշտոնական դիրքորոշման մասին, ես ինքս որպես անձ եւ անհատ այս հարցին նաեւ պատասխանեմ, պետք է փաստենք, որ հասարակության մեջ պետք է յուրաքանչյուր գործողություն, թեկուզ իրավական հարթությունում կամ քաղաքական ձևի գնահատական, եթե տրվում է, հասարակության համար պետք է ընկալելի նաեւ լինի։ Պետք է նաեւ ձեզ տեղեկացնեմ, որ մեր խմբակցության ներկայացուցիչ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանը ամենօրյա իր ուշադրության կենտրոնում է պահում այս գործընթացը եւ ոչ միայն այս գործընթացը, քանի որ նաեւ հայտնի իրադարձության հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններ եղան, մենք բոլորս մեր հետևելով հանդերձ, բայց նաեւ որպես նա մասնագետ, ես պետք է փաստեմ, որ չի լինելու այնպիսի մի գործընթաց, նաեւ այս մի գործընթացի վերաբերյալ, որը որ մեր կողմից իրավական կամ քաղաքական իր գնահատականը եւ վերաբերմունքը չունենա, բայց այս ժամանակահատվածի համար որևիցե ինչ որ գնահատական տալ, քանի ամբողջությամբ ամբողջ պատկերը պարզ չէ մեր բոլորի համար քաղաքական ընդհանուր այս կառույցի համար ես պարզապես զերծ կմնամ։ Պարոն Էֆիաջյան, ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադառնալով մեր հասարակության համար վստահ եմ կարևորը պահանջատիրության հստակ ձևակերպումն է, որը ցավոք սրտի չկա։ Ինչպես պետք է մենք ձևակերպենք մեր պահանջատիրությունը, որովհետև տարբեր պետությունների կողմից, տարբեր խորհրդարանների կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական առումով շատ լավ է, սակայն ցավոք սրտի դրանից Թուրքիան վնասներ չի կրել այսքան ժամանակ, մենք էլ օգուտներ չենք քաղել։ Նման որակավորում չի տալ, այնուամենայնիվ եղել են եւ բացասական, ոչ թե բացասական, այլ մեծ հաշվով իր նպատակին չծառայող գործընթացներ եւ եղել են աշխատանքներ, որոնք շատ հստակ իր նպատակին ծառայել են եւ այդ ժամանակահատվածի համար կամ այն ինչ որ ծրագրավորվել է, հնարավոր է եղել հասցնել ցանկալի արդյունքի։ Այս համատեքստում պետք չի նայել, որ այն պետությունների խորհրդարանները, մասնավորապես վերջին ժամանակահատվածի, որ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս, մասնավորապես պետք է կարող ենք նաև վերջին որպես իրադարձություն առանձնացնել Կիպրոսի խորհրդարանի վերաբերմունքը, ժխտողականությունը, դատապարտող օրինագծի ընդունումը, սա մեր համար շատ կարևոր փաստեր են եւ եկեք մի բան էլ շատ լավ հասկանանք, որ այս ժամանակահատվածի համար այդ խնդրի լուծումը, որը որ յուրաքանչյուր հայ ազգի ներկայացուցիչի համար այդքան սպասված հարց է, որպեսզի արդարացի լուծում ստանա, մենք մեկ օրում, մեկ տարում չենք կարող դրան հասնել ցանկալի արդյունքին մեր բոլորի համար գոհացնող արդյունքի հասնել։ Այս ժամանակահատվածը պարզապես պետք է ներքուստ մենք հասկանանք, թե ինչպիսի գործնականում քայլեր են իրականացվում։ Ինքս Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչ լինելով հանդերձ երեքշաբթի օրը խորհրդարանում ընձեռնված իմ հնարավորությունով հայտարարությամբ հանդես գալով պետք է մի փոքր մանրամասնեմ, հենց խոսացել եմ այս հիմնահարցերի վերաբերյալ, որովհետև հենց տվյալ օրը տեղի ունեցավ արտաքին կապերի հանձնաժողովի նիստը, որտեղ օրակարգում դրված էր մեկ հարց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընդառաջ հայտարարության ընդունումը, որը իր մեջ մասնավորապես թե դատապարտման ընդհանուր փաստերը, թե հղումներով միջազգային կոնվենցիաներով եւ միևնույն ժամանակ կոչով էր հանդես գալիս այլ երկրների խորհրդարաններին, որպեսզի մեր խորհրդարանը պաշտոնապես դիմի։ Նման այդ հայտարարությունը արդեն իսկ գտնվում է մեծ օրակարգում, կստանա արդեն խորհրդարանի կողմից, կարծում եմ նաեւ բոլոր խմբակցությունների կողմից, անկախ նրանից թե նրանք իշխանական են, թե ընդդիմադիր են, իրենց հավանությունը։ Այս
համատեքստում ես իմ հայտարարությամբ ավելի մանրամասնեմ, շատ կարևորելով նման նախաձեռնությունները միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ միջազգային հարթակում մեր երկիրը ներկայացնող պաշտոնյաները, այն քաղաքական կամ պետական գործիչները մենք մեր համար համարենք մի կետ 100-ամյակը եւ բոլորս հասկանում ենք, որ 100-ամյակը տարելիցից հետո միևնույն ժամանակ մեր գործընթացը պետք է շարունակվի։ Մեր պայքարը, մեր աշխատանքը եւ մեր ջանքերը պետք է շարունակվեն ավելի մեծ եռանդով, ավելի մեծ պատասխանատվությամբ եւ շատ հստակ միջև տարվա վերջ ես կարծում եմ պետք է մենք շատ հստակ հասկանանք, որ օրինակի համար թեկուս ավելի հստակեցնենք, օրինակի համար մեր երկիրը ներկայացնող դեսպանները, այն պաշտոնյաները, քաղաքական գործիչները, նաեւ падգամավորները, ինչու՞ չէ, հատ հասկանանք ով ինչ հնարավորություն է ունեցել մեր խնդիրը առաջ քաշելու եւ ինչքանով է դա մոտ ստացվել։ Յուրաքանչյուրը ոչ միայն իր խղճի առաջ, այլ նաև հասարակության աչքի առջև մենք պետք է հասկանանք։ Ի վերջո մենք ունենք խնդիր, իսկ խնդրի լուծման մեկնաբանություն, վերլուծությունը էապես ոչ ոքի համար տպավորիչ չի, եթե խնդիրը լուծում չի տեսնում, եթե խնդրի լուծումը չկա։ Ես տեսնում եմ, որ խնդրի լուծման հասնելու համար շատ ավելի արդյունավետ կլինի նման մոտեցում ունենալը։ Տնտեսական խնդիրներին անդրադառնանք, պարոն Էնֆիաջյան, աշխարհաքաղաքական առումով խոշոր իրադարձություն տեղի ունեցավ տարածաշրջանում, կնքվեց Իրան 6-նյակ համաձայնագիրը, ինչը մեծ հորիզոններ է բացում Իրանի տնտեսության առջև եւ ինչպես պնդում են բազմաթիվ հայ տնտեսագետներ, նաեւ հայկական տնտեսության առջև ընձեռում է հնարավորություններ, որոնք չպետք է բաց թողնել, միևնույն ժամանակ կա մտավախություն, որ գտնվելով մեկ այլ տնտեսական միության մեջ, խոսքս Եվրասիական տնտեսական միության մասին է, Հայաստանը կաշկանդվում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները ընդլայնելու գործում։ Որքանով է ԵՏՄ-ն արգելակում Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության խորացումը, հատկապես էներգետիկ ոլորտում։ Ես կարծում եմ, որ մենք ունենք նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ պայմանագրեր եւ առաջիկա նաև տնտեսական հողում գործունեություն ծավալելու շատ մեծ նախադրյալներ եւ ԵՏՄ այս ձևաչափի մեջ ես չեմ կարծում, որ դա կլինի հենց խանգարող բնույթ մենք լինելով կոնկրետ տնտեսական մեկ ընտանիքի մեջ եւ կարծում եմ բոլոր մնացած 3 պետությունների ներկայացուցիչներն էլ միևնույն ժամանակ իր մեջ կա այդ գիտակցությունը Հայաստանի աշխարհագրական դիրքի վերաբերյալ, երկրում ստեղծված ներքին տնտեսական իրավիճակի հետ կապված եւ արդյունավետությունը բարձրացնելու նկատառումներով մենք պարտավոր ենք նաեւ բազմակողմ մեր զարգացման ուղիները շարունակել։ Եվ այս համատեքստում ճիշտ եք նկատում, որ նաեւ մեր հարևան այս 4 պետությունների եթե շրջանակում մենք նայենք երկու պետությունների հետ փաստացի մենք որևիցե դիվանագիտական հարաբերություն չունենք եւ այստեղ մնում է մեր հիմնական փոխհարաբերությունները տնտեսական համակարգով, նաեւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու առումով Վրաստանի եւ Իրանի հետ։ Եվ Իրանի հետ ես շատ մեծ պատկերացումներ ունեմ եւ ներքին համոզմունք ունեմ, որ այն հիդրոէլեկտրոկայանը, որը կառուցվել է Արաքս գետի վրա, դա չի լինելու միանգամյա կամ այդ միանվագ գործընթացը։ Ես կարծում եմ, որ նախադրյալներ կան, որ այս ծրագիրը ավելի ընդլայնելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք արդեն իսկ ունենք մի քանի կասկադներ եւ այս համատեքստում մեզ ոչ մի խանգարող հանգամանք չկա, որ նույն քաղաքականությամբ մենք համատեղ միջպետական պայմանագրերի շնորհիվ կարողանանք համատեղ նաեւ Արաքս գետի վրա հենց ավելի հստակ կառուցենք հիդրոէլեկտրոկայաններ։ Իսկ բոլոր մնացած նախադրյալներում ես կարծում եմ մենք պետք է կարողանանք տնտեսապես հզորացնել, կայունացնել մեր երկրի համար բոլոր հնարավոր քայլերով։ Այլ կերպ պարզապես չեմ պատկերացնում ոնց կարելի է մեր երկրում տնտեսությունը զարգացնել։ Միանշանակ տարածաշրջանում Իրանը բավականին արդյունավետ իր ներքին պետական ստրուկտուրայով բոլորի կողմից ընկալելի պետություն է եւ առաջիկայում ես պատկերացնում եմ, որ Իրանի դերակատարումը ավելի է մեծանալու տարածաշրջանում առհասարակ եւ Հայաստանի այս փոխհարաբերությունները դրական, քաղաքական պետք է նաեւ վերածել տնտեսական հենքով։ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը զուգորդվեց Ռուսաստանի նկատմամբ ծանր պատժամիջոցներով, մեղմ ասած լավ մեկնարկ չէր ընդհանրապես, որքանով է ԵՏՄ-ն որպես տնտեսական միություն կարողանում հաղթահարել դուրս գալ այս տնտեսական խնդիրների տակից եւ ինչ է փոխվել նաեւ հայկական տնտեսության մեջ, որևէ դրական տեղաշարժ կա, որովհետեւ մի քանի օր շարունակ ազգային ժողովի ամբիոնից մեր պատգամավորները վստահեցնում էին, որ լինելու է, եթե շատ լավ չէ, գոնե
լավ, կամ որևէ բացասական բան կա, թեկուզ, որովհետև որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչ մի փոփոխություն ես անձամբ չեմ զգացել։ Միգուցե տնտեսագետի աչքով չեմ նայում, դա է պատճառը, բայց իմ կյանքում, իմ կենցաղում, իմ տնտեսական խնդիրների կամ բարեկեցության առումով բացարձակ ոչինչ չեմ զգացել։ Գիտեք ինչպես, ամեն դեպքում սա շատ գլոբալ տնտեսական գործողություն է եւ որը որ բնականon ժամանակ է պահանջելու, որպեսզի ավելի շոշափելի լինի մեր այս մասնակցային գործընթացը ինչ ձևով կանդրադառնա մեր երկրի քաղաքացիների վրա։ Ես կարծում եմ սա լավագույնս հնարավորություն է միևնույն ժամանակ պետությունների միջև տնտեսական փոխհարաբերությունները ընդլայնելու եւ եթե վերցնենք զուտ շուկայական հարաբերություններով Հայաստանի Հանրապետության շուկան բավականին նաեւ տարբեր միջազգային չափորոշիչներով տեսնելով մենք պետք է համարենք, որ շատերի համար ընկալելի է որպես ռիսկային գոտի ունեցող շուկա, իսկ Ռուսաստանի Դաշնությունը, նույն Բելարուսը, Ղազախստանը, նույն իրանց, եթե մեջ մենք նայենք, մենք բավականին կարող ենք շահեկան դուրս գալ։ Այստեղ կախված է նաև թե ինչքանով մենք ավելի ճկուն կգտնվենք այս հարաբերություններում եւ Ռուսաստանի այս բաց շուկայում ինչքանով կարողանանք ներգրավել, ինտեգրվել եւ մեր մասնակցությունը այս գործընթացում ունել։ Միանշանակ սա տնտեսական հենքի վրա վերլուծություն է եւ պետք է տեսնել թե ինչքանով շահեկան մենք կարողանանք այս ամենից դուրս գալ, բայց ես ավելին քան համոզված եմ, սա կարճ ժամանակահատվածում տեսանելի եւ շոշափելի չի լինի։ Իրոք համընկավ այդ հայտնի արդեն սանկցիաների գործողությունը այս տնտեսական միավորման գործընթացի հետ, բայց պետք է նաև փաստենք, որ պետք է ներքուստ համահունչ եւ ներդաշնակ թե իրավական հարթությունում, օրենսդրական հարթությունում դեռևս շատ անելիքներ կա, թե հասարակության համար նաև իրազեկման ինչ ձևի հնարավորություններ կարող են լինել, ինչ ռիսկեր կարող են լինել, բայց բնականon մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ ասեմ, այս գործընթացների համար ժամանակ է համահունչ։ Իսկ քաղաքացիները թե ինչ ձևով են կարողացել իրենց մաշկի վրա զգալ այս գործընթացը, ես խորհրդարանում անդրադարձել եմ այս հարցին արդեն 2015 թվականի հունվարի 1-ից սկսած նույն օդանավակայաններում գիտեք որ գործում են անմաքս գոտիներ հասարակությանը ավելի հայտնի duty free եւ Հայաստանի Հանրապետությունից օրինակի համար եթե մեկնում ես Ռուսաստանի Դաշնություն դու կարող ես անմաքս առևտուր անել եւ քեզ հետ քո կողմից նախընտրած ապրանքով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, բայց մի հետաքրքիր դրվագ կա։ Ռուսաստանի Դաշնությունից, եթե գնում ես ԵՏՄ երկրներ, դու ինքդ անմաքս գոտուց չես կարող օգտվել։ Սա մի փոքր նաև զավեշտի նմանվող մի գործընթաց է, ինչի մասին նաև խոսել եմ խորհրդարանում եւ մեր երկրի քաղաքացիների համար հաճախ այս խնդրին առնչվելով անտրամաբանական մի փաստի առաջ են կանգնում։ Մի շարք եւ այս եւ այլ գործողությունների հետ կապված ժամանակը ցույց կտա, թե ինչպես մենք կարողացանք լավագույնս ինտեգրվել եւ ինչ դիվիդենդներ մենք կարողանանք հավաքել մեր երկրի համար, մեր ժողովրդի համար։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, պարոն Էնֆիաջյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի ռադիոլսողներ, ես հիշեցնեմ, որ դուք լսում եք Թարմ ուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատեցի ես Նանե Մանասյանս եւ մեր հյուրներ Ազգային ժողովի պատգամավոր Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Կհանդիպենք։